Հին ապրանքները ինչ գույքա գրենք, որ տարիներով դա կուտակվել է, ասենք կամ քցել կամ մեկին նվեր ենք տալիս, ինչ գույքա գրենք դրանք, ասենք նոր ապրանքները գույքա գրենք, այն մնացած հին ապրանքները ինչ գույքա գրենք, որ կպել են գույքա գրեք, թափելու բաներ են, նվիրում ենք, մեկը ծախում ենք, մեկը նվիրում ենք, մեկը եսի ինչ ենք շպտում ենք, ինչը գույքա գրենք։ Բայց գիտեք, որ եթե հայտարարագիր չներկայացնեք մինչև նոյեմբերի 1-ը տուգանվելու եք 50,000 դրամի չափով։ Տուգանվենք, ավելի լավ տուգանվենք, ասե 2-3 հազար օրինակ գույքա գրելը ինչ է նշանակում, այդ որ հաշվապահ դրա համար ինչ-որ բան կանի։ Կարող են անեն, հաշվապահները կանեն այդ գործարքը, չեն անեն։ Չքան գումար տանք մենք հաշվապահներին, որ դրանք գույքա գրենք, ներկայացնենք, իրենք հաշվետվություն ներկայացնեն, ով դեաներ։ Պատրաստվում եք բողոքի ակցիաներ իրականացնեք, ժամանակին անում էիք։ Այո, բայց քչերն են մասնակցում էլի, շատերին ձեռ է տալիս, երևի թանկացումները մյուսը։ Ձեր աշխատակիցներից նաև նշեցին, որ վախենում են շատերը։ Ումից վախենանք։ Ես վախենալու բան չունեմ, ինչ ումից վախենամ։ Մի անգամ տուգանեցին, 2 անգամ տուգանեցին, կփակենք կգնանք։ Թող իրենք հարկ ենք վճարում, հարկ վճարողները ասում են հերոսներ են։ Դու հերոս ասեն մեզ, ոչ թե տնեն, ճզմեն, ինչքան կարելի է։ Հիմա ձեր տաղավարը փակելով եւ գնաք այսպես տանը նստեք, դրանով խնդիրը կլուծվի։ Երևի իմ համար կլուծվի, մնացածները թող իրենց տեղը պատասխանեն։ Ինչպես կլուծվի։ Տաղավարները փակվեցին, ցեխեր են գալիս, գործարաններից են գալիս, ինչ-որ մի բան գտնում են, տանում են, աշխատում են։ Շատ գործարաններ կտուրվել են։ Ասում են նպատակը թափանցիկությունը ապահովելն է։ Ինչը։ Թափանցիկությունը ապահովելն է։ Թափանցիկությունը թող իրանք ապահովեն, են մեծ բիզնեսները, որ անում են, այդ դրանց վրա թող թափանցիկություն ապահովեն։ Քննչականից $600,000 գողանում են, այդ դրանք թող ապահովեն թափանցիկություն։ Ով է տեսել այդպես բան, քննչական մտնեն $590,000 գողանան։ Ասում են ման են գալիս։ Թող այդ վթարների մասին մտածեն, որ օրական 15-20 հոգի մարդ է մանում ճանապարհների։ Դրանց մասին մտածեն, տրանսպորտի մասին մտածեն, որ Իշխանությունը 18 թվականին խոստացավ ժողովրդին, որ կոռուպցիան բացառվելու է։ Իշխանություն չունենք մենք։ Բացարձակ իշխանություն չունենք։ Բոլորը կոռումպացված ծրիկաներ են։ Կոռուպցիան ըստ ձեզ չի բացառվում։ Խեղդում է, կոռուպցիան խեղդում է, ժողովրդին խեղդել է, հասրել է այստեղ։ Ով որ խոսում է կոռուպցիա, թող գնան այդ նարկոտիկները բաժանողներին բռնեն, որ դպրոցները վխտում են արդեն։ Բայց մինչև հիմա ասում են, չէ, որ թալանածը պետք է վերադարձվի։ Այդ թալանածը Քոչարյանին բռնել էին, թող վերադարձնեին։ Դատարանում ասում են, վայ, ես թոշակառու մարդ եմ, փող չունեմ, բայց ով էր թալանել դրանից առաջ։ Բռնել էին, թող բերეთ հետ։ Կարծում եք, որ նախընտրական քարոզարշավ է սա։ Իհարկե, մեկը մեկին պաս են տալիս, էլի։ Մեկը մեկին պաս են տալիս։ 26 թվականին ինչ սպասելիքներ ունեք, որ քաղաքական ուժը կընտրվի։ 26 թվականը բալես հետո նոր տեսնենք ինչ սպասելիքներ ունենք։ Ես 6 տարի պայքարում եմ սրա դեմ, չգիտեմ, մնացածը թող մտածեն։ 100,000 էլ հելա փողոց բանդուշ կամիոն։ Խափելով ժողովրդին, ասում եմ, տուն գնացեք, քայլեք, միացրեք այդ բաները, հեռախոսները լույս անի, հետո հանդիմություն չունենք, բառից բուն իմաստով։